Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանին, նրա հետ խոսելու ենք ներքաղաքական խնդիրներից, նաև մեր հարևան Իրանում պատերազմի մասին ու այս իշխանությունների անգործություններից այդ ֆոնի վրա։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Ինչպես կգնահատեք այս իշխանությունների անգործությունը այս տարածաշրջանում լարված իրավիճակում։ Գիտեք ինչ կա, սա ոչ թե մենակ անգործություն է, այլ սա նաև վիրավորական է։ Վերջ-վերջո Իրանի ժողովուրդը մեր համար բարեկամ ժողովուրդ են, բարեկամ պետություն են, չէ՞։ Իրանք այնտեղ տենց կորուստներ են ունենում, մահեր են ունենում, տո քանի հոգի, 100 քանի հոգի այդ դպրոցին, որ խփեցին, աղջիկ երեխա զոհվեց։ Իրանք ստե քարոզարշավ են անում, բերանները 4-ը 6-ի վրա բացած, ռեխները բացած, հրհրալով քարոզարշավ են անում։ Ու կուկուրուզ դեպքում, այսինքն սա վիրավորական է, հասկանում եք, վիրավորական։ Հիմա որ Թուրքիայում տես մի հատ դժբախտ դեպք պատահածելներ, տես քարոզարշավ կանեին հրհրալով, որ Իրանի ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ են, Թուրքիա էլ թշնամի է։ Լավ, ձեր համար թշնամի չի, հո Իրանի ժողովուրդը Հայաստանի համար բարեկամ ժողովուրդ է, չէ՞, բարեկամ պետություն է, չէ՞, Իրանը մեր համար։ Վերջ-վերջո այդ մարդկանց մոտ սուք է հիմա, այդ մարդկանց մոտ պատերազմ է, զոհեր են ելնում, երեխեք են մեռնում, դուք ստեղ քարոզարշավ եք անում, ռեխներդ բացած, հա, սա վիրավորական է, նաև վիրավորական է։ Իսկ մյուս կողմն էլ է, որ սա ինձ հիշացնում է 20 թվականին կորոնավիրուսը, կհիշեք, որ անլուրջ վերաբերվում էին կորոնավիրուսին։ Ասում են մեր մոտ խաղաղություն, արդ խաղաղությունը կախված է Ալիևի բարի կամքից։ Խաղաղությունը մի ժամ հետո կարող է խաղաղություն չլինի։ Հասկանում եք, դու պիտի պատրաստես այս պահին ամեն ինչ տյանես, որ հանկարծ պատերազմը կարա գա մեզ էլ կպնի։ Պատերազմը համաշխարհային բնույթ է ստանում արդեն։ Դու քո համար է անդարդ, հա։ Ոնց որ կորոնավիրուսի ժամանակ 20 թվին այդ տենց պահեց իրան, ու հետո սկսեցին մահերը, ինչքան մահեր եղան, որ կարային այդքան չլինեին, չէ։ Այդ տենց էլ ես վախենամ ստեղ չլինի հանկարծ, Աստված չանի։ Հասկանում եք, անլուրջ իշխանություն են, անլուրջ, անմակարդակ իշխանություն են։ Հասկանում եք, անմարտկային իշխանություն են սրանք, որ ասենք նորից եմ ասում, Իրանի ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ են, Իրանի պետությունը հարևան բարեկամ պետություն է մեր համար։ Դու ռեխը 4-ը 6-ի վրա բացում ես այն պայմաններում, որ այնտեղ սուք է, այնտեղ սուք է, իրանց հոգևոր առաջնորդն է մերը, որ իրանց համար Աստված է, մեր նման չեն, որ ասենք կաթխիկոս են հանցագործ սարքում, իրանց համար հոգևոր առաջնորդ, իրանց համար Աստծուց 5 պակաս մարդ է։ Իրանց մոտ այդքան զոհեր են ելնում, իրանց մոտ այդքան երեխա մահացան։ Սուքա, չէ, իրանց մոտ դու ամոթ չի, քարոզարշավ, բայց ռեխդ բացած։ Հասկանում ես, խնդում եք, հրարում եք, դե չի կարա քարոզարշավ լինի սենց լրջի մեջ, էլի պետք է խնդանել, էս էլ տյանեն, դա համար ավելի լավ է հիմա քարոզարշավ չանես, որ գոնե այդ անշնորհք վերաբերմունքը, արհամարական վերաբերմունքը դեպի հարևան պետություն չլինի։ Դա Սևան ջան, նույնն է, ոնց որ Աստված չանի հարևանդ մահան, հա, դու քո տանը հելես հրճվես, խնդաս։ Վիրավորական է, չէ։ Այդ հարևանիդ ընտանիքի անդամը չեն ասել, ես ինչ ես անում։ Այն մյուսներն էլ կասեն, ես ինչ ես անում, չես ամաչում դու։ Սա կասեմ։ Կարող է ուրախանում են սրանց ինչ կա։ Սրանք պարսիկներին ու չեն էլ սիրում։ Տեսեք, Պարսկաստանի Իրանի ռեժիմը ես էլ չեմ ընդունում։ Սեման ջան, ես հարգում եմ Իրանի ժողովրդին, Իրանի պետությունը, մեր համար բարեկամ պետություն է, բարեկամ ժողովուրդ են, բայց ես կուզեմ այնտեղ մարդիկ լինեն ազատ։ Ես ուզում եմ Իրանը լինի հզոր պետություն, ավելի հզոր, քան Ադրբեջանն ու Թուրքիան միասին վերցրած։ Բայց ես չեմ ուզում, որ իրանք ունենան ատոմային բոմբ, որտեղ դա մեր շահերից էլ չի բխում։ Նախ աշխարհում ինչքան քիչ պետություն ատոմային բոմբ ունենա, այդքան լավ, որ սաղ ատոմային բոմբ ունենան, հավասարություն լինի, այս հիմա ինչ Երևանի փողոցներում ինչ է կատարում, սաղ հանմիրար խփում են, չէ։ Այդտենց էլ պետությունների մեջ արնելու, էդի հավասարությունից է գալիս, հավասարությունից։ Երևանի փողոցներում խիա սպանություններ այսքան շատ, գիտեք, որովհետև հավասարություն, որտեղ են լնգու լվազը կարող հանի մի հատ հզոր տղու դանակը կողքի փորը թափի, որ առաջ այդ հզոր տղու շեստյորքից կներեք արտադրության համար քակում էր տակը։ Բա որ այդ վախը չլինի, հանում խփում են իրար, մեկին պիտի պատասխան տաս, թե չէ։ Այդ որ ոչ մեկին չկա պատասխան տալու, ամեն մեկն էլ ճիշտը յուրովի է հասկանում, հանում դանակը կողմը, հանում կրակումը սպանում է։ Պետք է լինեն կոպիտ ասած պալաժենեցներ, բայց դրանք պետք է լինեն արդար մարդիկ, որ իրանցից համ պետք է վախենան հասարակ մարդիկ, որ իմանան մի հատ սխալ բան անեն կպատժվեն։ Համ էլ իրանց մեջ պետք է տենան իրանց պաշտպանին։ Այդ պալաժենեցներն էլ կոպիտ ասած պետք է լինեն արդար մարդիկ, էլի ոչ թե իրանք կեղեք են մարդկանց։ Այդտենց էլ համաշխարհային այդ քաղաքականության այդ պետությունների մեջ, ապտի լինեն
գերհզոր պետություններ, որոնք պետք է պահեն մարդկային իրավունքները, մարդկանց ազատությունները աշխարհի բոլոր ծայրերում։ Իրանին ես ցանկանում եմ, որ լինի ուժեղ խաղաղություն եմ մաղթում իրանց, լինի ուժեղ պետություն ոնց որ կա, բայց ես կուզեմ, որ Իրանի ժողովուրդն էլ լինի ազատ։ Ես կուզեմ Իրանի պետությունը լավ հարաբերություններ ունենա թե Ռուսաստանի հետ, թե Ամերիկայի հետ, թե Արևմուտքի հետ։ Հասկանում եք, այդ ամեն ինչը ցանկանում եմ իրանց։ Ու ցանկանում եմ խաղաղություն առաջերտին, մեկ էլ ես կուզեմ, որ այնտեղի ժողովուրդը լինի ազատ։ Իսկ ատոմային բոմբ չեմ ուզի, որտեղ նա մեր շահերից էլ չի բխում։ Արդեն ասեցի ինչի համար մեկ, երկրորդն էլ նաև են, հələ պատկասեք Իրանը ատոմային բոմբ ունենա, Սևան ջան, արդեն ատոմային տերության հետ ուրիշ ձև են հաշվի նստում պետությունները։ Արդեն կարող է մի օր էլ բազար անի Ռուսաստանի, ասի գիտես ինչ կա, ես ինչը տալիս եմ քեզ Հայաստանը պիտի տալիս ինձ։ Վերջերս չես Կովկասի վրա իրանք էլ, չէ՞, աշկ ունեն, որտեղ այս իրանք համարում են իրանց, Ռուսաստանը 1826-28 թվի վերջի պատերազմ եղավ, 1804-13, 1826-28 Թուրքմենչայի պայմանագրով էսի անցավ արդեն Կովկասը անցավ Ռուսաստանի, բայց իրանք էլ են համարում իրանցը։ Հիմա որ իրանք էլ դառնան գերտերություն, միջուկային պետություն, ատոմային բոմբ ունենան, կարող է մի օր էլ բազարանեն Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանը մի պահ տուլանը իրանք էսի վերցեն։ Հələ պատկասեք մենք կլինենք Իրանի կազմի մեջ։ Ինչքան այնտեղ հենց մարդու իրավունքները մի հատ նայեք, ինչքան ես չեմ ուզի էլի այդ պայմաններում ապրեմ։ Դե համար չեմ ուզի, որ Իրանը ունենա ատոմային բոմբ, բայց թող Իրանը լինի հզոր, ոնց որ կա, ու ավելի հզոր, քան Թուրքիան ու Ադրբեջանը իրար միասին վերցրած։ Մեկ էլ ասենք մի բան շատ կարևոր է այսօր Իրանի համար, որ ասենք Իրանը ես կցանկանամ, էլի սա ոչ թե իմ համար եմ ասում, դե մեր համար պարզ է, հենց մենք մեր համար ենք ուզում, բայց հենց Իրանի շահերից է բախում, որ այս պատերազմը հիմա ինքը օգտագործի ու առաջին խփի իր համար մեկ ճշտամի համարվող Ադրբեջանին։ Օրեցօր հզորացող Ադրբեջանի, որովհետև Իրանի տարածքային ամբողջականության համար մեկ սպառնալիքը դա հզորացող Ադրբեջանն է։ Սա հյուսիսը ադրբեջանցի են իրա, որ հիմա Ադրբեջանը ինչ անելու, սպասելու է, Թուրքիայի հետ միասին։ Իրանը լավ թուլանա, եթե երկար տևեց այս պատերազմը, Իրանը թուլանալու է։ Թուլանալու է Ադրբեջանը մտնելու է այդ սա հյուսիսային, այդ ատրպատականը հյուսիսային Իրանը վերցնի։ Դե համար հիմա ինչա պետք Իրանը անի։ Թեկուզ մի հատ ստից հայտարարի յանում առաջին Ադրբեջանը Իրան խփեց կամ հեսա պատերազմը խփի օրինակ, ու սկսի խփել իր այդ հավասար թուլացնի Ադրբեջանին, որովհետեւ ինքը ինչքան էլ թուլանա, Ադրբեջանն էլ թուլացած լինի։ Հասկանում եք, այս սա պետք է Իրանի ղեկավարությունը անի, որտեղ եթե պատերազմը երկարեց, Իրանը մասնատվելու է։ Այնտեղ բելուջներ կան, լուրեր կան, քրդեր կան, չի կարա Իրանը կկռվի, հզոր կռվի ուժեղ վնասներ կտա սաղին։ Սաղ աշխարհին վնաս կա, որտեղ շատ հզոր է, բայց կմասնատվի, ոնց էլ ասենք ինչքան էլ միասնական լինի Իրանը։ Տեսեք, ասում են ցամաքային պատերազմ սկսեն, չէ՞ Իրանի դեմ։ Ցամաքային պատերազմ որ սկսեն կպարտվեն։ Իրանին կարան հաղթեն մենակ մեջից։ Եթե մեջը ժողովուրդային իշխանություն փոխի։ Եթե ցամաքային պատերազմ սկսեն, Իրանը կհաղթի, որտեղ իրանցի կռվող ժողովուրդն թասիվով ժողովուրդն ու հզոր ռազմական ներուժ ունեն իրանց։ Բայց էս էլ ասեմ, եթե բոմբի տանելով կարան հասնեն իրանց նպատակներին, ասենք արգել են, բոմբի տանեն, թուլացնեն այդ իրանց ռազմական այդ արդյունաբերությունը, թույլ չտան, որ ատոմային բոմբ ստեղծեն իրանք։ Էդի կարող անի Ամերիկան, բայց զինված այդ որ ասում են ցամաքային գործողություն, սեն չեն կա, տենց արեց Ամերիկայի համար կդառնասի Ուկրաինա։ Չի կար, ավելի վերան կդառնա Վիետնամ, կներեք, Ուկրաինա էլ չէ, Վիետնամ կդառնա։ Ամերիկան կմտնի, ինձ կպարտվի մեծ զոհեր կտա։ Եթե Իրանը լինի միասնական ներսից Իրանի ժողովուրդը, բայց կռիվն էլ որ երկարեց, պարսիկները հա կարող ալնեն միասնական, բայց այն մյուս ազգերը կուզեն արդեն անկախանան։ Բելուջներ կան ընդե, լուրեր կան ընդե, ադրբեջանցի, թուրքեր կան ընդե, քրդեր կան ընդե, այսինքն պալուբոմը Իրանը կմասնատվի, այն պարսկական հատվածը կմնա ամուր, կարա մնա ամուր, բայց կարող է իրանք էլ են իշխանություն փոխեն ու արդեն դառնան Ամերիկա մետ, էլի, հասկանում եք։ Բայց ասենք այն մնացած մասը հաստատ բանկան։ Դա համար ինչա պետք։ Իրանը իր հետ պիտի թուլացնի իր պոտենցիալ համար 1 թշնամուն։ Պոտենցիալ համար 1 թշնամին Իրանի համար դա Ադրբեջանն է, մեկ էլ դե Թուրքիան, որ իր մեջքին է։ Պոտենցիալ թշնամ, որ ասենք եթե Ադրբեջանը հզոր եղավ, այնտեղ Ադրբեջանից ավելի մեծ Ադրբեջան կա մի հատ Իրանի կազմի մեջ։ Պարզ չի որ ասենք արդեն կհելնի կուզենի դի միացնի Իրան։ Այդ ոչնչությունը ասեք, մի թեթև լսել եմ, շատ լավ, բայց կասեք ինչ ասել, որտեղ բան չեմ անում, շատ լավ պատասխանեց իրան մեր Հայկը Մամիջանյանը, որ ասեց կալիբրը, իր կալիբրը, ով ես դու այ ոչնչություն, այ լակոտ, այ փասլանկոտ, այն փասլանկոտ լակոտներ են ելնում, որ ասես մեծերին բան են անում, անհարգալից, անշնորհք, ասեք մի հատ ինչ ասել, որ կոնկրետ անդրադառնում է անշնորհքին։
Անմակարդակին։ Ես մի անգամ չի որ անդրադարձել եմ դրան ու ասել եմ ով Սերժ Սարգսյանի քրվում է, ամենավերջի քրվուրը տալիս եմ դրան։ Ալենին գիտեք ինչ քրվուրներ եմ տվել եթերներով։ Պատասխանել եմ իր հայհոյանքին վիրավորանքին Սերժ Սարգսյանին։ Ու ինչքան էլ ինք ուզում է դատի տա մարդկանց, կարողաստից հելեմ ինձ էլ կան բռնեն, Սևան ջան, բայց իմ բերանը ոչ ոք չի կարա փագի։ Ով Սերժ Սարգսյանին քրվեց, ամենավերջի քրվուրը տալու եմ իրան։ Ով Մանվել Գրիգորյանին քրվեց, ամենավերջի քրվուրը տալու եմ ու կզծնելու եմ դրանց։ Այդ քրվուրը անողներին, այդ անհարգալից վերաբերմունք ցույց տվողներին, որոնցից համար մեկ անշնորհ անմակարդակ գյադեկից մեկը այդ Ալենն է։ Ինչ ասեք, էդի ասեք մի հատ անդրադառնամ դրան։ Ասեք։ Շատ լավ հայկ ասեց, Մամիջանյան, շատ լավ ասեց, այդ կալիբրիթն է, այդ փասլենկոտ լակոտ։ Դու ով ես որ Սերժ Սարգսյանի մասին խոսաս։ Ով ես դու։ Ասկի ինքն է որոշում, հա։ Դու ով ես որ որոշեք, գնաք ու ԿՊ-ի մեջ դուք որոշեք։ Դու ով ես որ գաս, որոշես թե Սերժ Սարգսյանը ինչ պիտի չանի։ Այ կապիտուլյանտ, ով ես դու։ Հələ մի հատ շատ լավ ասեց հակը։ Սերժ Սարգսյանի խորտալ մարդ իր կալիբրի գոնելն ես։ Հələ մի հատ նայի քեզ, ով ես ոչ խելք ունես, ոչ մակարդակ ունես, ոչ շնորհք ունես, ոչ աբրած ունես։ Դու ով ես որ Սերժ Սարգսյանին ուղղություն ես տալիս, արա։ Դու ով ես որ հանրապետական կուսակցության տեղը բան ես խոսում, արա։ Հա։ Ով ես դու։ Խեսն էնցան, որ անընդհատ ես քեզ անդրադառնամ, այ անմակարդակ լակոտ։ Հələ մի հատ գլոբուսի վրեն Սևան ջան, դու այդ Ալենն էլ լսի մեզ, դե բնական է ինձ լսում են։ Հələ մի հատ գլոբուսը ասես պատտի, ցանկացած տեղ մատը դի Ալեն, ցանկացած կետի վրա, որի վրա ուզում ես գլոբուսի վրա, որ կետի վրա ուզում ես մատը դիր։ Ու մի հատ նայենք այդ տվյալ երկրի պատմությունը։ Ոնց են գրվել պատմության մեջ հող հանձնողները, հայրենիք ուրացողները, ու ոնց են գրվել պատմության մեջ հայրենիք ազատագրողները։ Ուզում ես ասա գրավող, ուզում ես ասա օկուպանտ, ոնց ուզում ես ասա։ Նայեցես ոնց են մտել ու արդեն դու քո ձեր, մեկ էլ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի հանրապետականի տարբերությունը արդեն կտենաս։ Էլ ուրիշ բան պետք չի։ Կարդալ գիտես, չէ՞։ Կարդալ հուսամ գիտես։ Գլոբուսի վրա մատը դի ցանկացած կետի Ալեն, ցանկացած կետի։ Ու այդ տվյալ կետի որտե ուզում ես դի, տվյալ կետի պատմությունը մի հատ ուսումնասիրի, տվյալ երկրի պատմությունը ուսումնասիրի, ոնց են գրվել պատմության մեջ հող հանձնողները, հայրենիք ուրացողները, չէ որ Աղդամը քո հայրենիքն էր, բա Ստեփանակերտը ինչ հայրենիք կլներ, պատկերացնում ես Սևան ջան, հա, հայրենիք, այսօր արդեն հայրենիք չի, չէ, մի հատ նայ այդպես հայրենիք հանձնողները, հող հանձնողները, պետություն, ցելի պետություն հանձնողները, Պրագայում դու ես, չէ՞ ստորագրեն խեղճ Շահրամանյանի վրին չգցես հանգարց, դու ես ստորագրի, առաջնորդ ստա ստորագրի Պրագայում, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Հիմա մի հատ նայեք, տեսեք պատմության մեջ ոնց են գրվում հող հանձնողները, հայրենիք ուրացողները, մեկ էլ ոնց են գրվում հայրենիք ազատագրողները։ Ու քո ձեր, մեկ էլ Սերժ Սարգսյանի տարբերությունը արդեն կտենաս։ Հասկացար։ Թող հեռան ասում է։ Խի դու պիտի որոշես ոնց անի, հա։ Սերժ Սարգսյանը երկի ղեկից հեռացավ դրա համար է սոր ընկանք։ Հիմա էլ հանրապետականի խորհուրդ հատալ թե թող հանրապետականից էլ իրանց գնաց խորհուրդները ձեզ դու շատ փոքր մարդ ես որ Սերժ Սարգսյանին կանաս խորհուրդ տաս հիշում եմ մի անգամ մոտեցան Սերժ Սարգսյանի լրագրողները ես ինչ ասնասին Ալեն Սիմոնյան ես ինչ ասես sense է նախագահն ասեց հետ պակաս ես այդ դրան մեկնաբանեմ ասկե Քումասինսկի Սերժ Սարգսյանը Քումասինսկի չի էլ խոսում այդքան ցածր մարդ ես դու հասկացար ով ես դու Ցավը տանեմ Դավիս առաջարկելով ընդդիմադիր բոլոր ուժերին միավորվել իմպիչմենտի թեմայի շուրջ դրա մասին ամփոփելով եթերը խոսենք այդ հայտարարությանը ինչպես կվերաբերվեք որ ընդդիմադիր դաշտը կգա կոնսոլիդացիայի միջև ընտրությունների Չի գա, կոնսոլիդացիայի չի գա ցավոք սրտի, Սևան ջան, բայց դա ամենառեալ տարբերակն է այս իշխանություններին հեռացնելու։ Ասեմ ով չի գա, իշխանական դաշտը կգա, բայց ընդդիմադիր դաշտը չի գա։ Ես այն ամենասկզբից էլ ասեմ, հիմա էլ եմ ասում, ցավով եմ սա արձանագրում, բայց ես ասում եմ, ԿՊ-ին ես ավելի եմ վստահում, ԿՊ-ից ավելի հեշտ այդ 20 հոգին մենք կբերենք։
քան թե Հայաստան դաշինքը։ Ցավոք սրտի, ցավով եմ ասում, բայց այսօր որ նայում ես Սերժ Սարգսյանն ամենաուժեղը մերժում է Հայաստան դաշինքը։ Ամենաուժեղը։ 18 թվին էլ է մերժը Հայաստան դաշինքը վերից վար, բացի Աղման Վարդանյանից, որին էլ այսօր են փորձում իրանք փչացնեն։ Հենց իրանք անդադ իրան են դայաղանում, որ Սերժ Սարգսյանին կպնի։ Խի արա թողեք այդ մարդը այդ ցավները տանում։ Այդ մարդը դու տենց կրիստալ մաքուր մնա էլի, այս հարցի շուրջ իհարկե 18 թվի վերաբերյալ խի եք ուզում իրան էլ կեղտոտեք։ Ես հասկանում եմ խեն ուզում, հասկանում եք, որովհետև այդ մարդը իրոք 18 թվի վերաբերյալ ոնց որ հանրապետականի մեր տղեկն են, ինքն էլ է կրիստալնի մաքուր մարդ 18 թվին, բայց այսօրվա իր խոսալը, որ անընդհատ տենց ժամանակ առ ժամանակ հելումը նման հարցերին ինքն է պատասխանում, ինքը իր վրա էլ է կեղտ գցում։ Ցավոք սրտի Հայաստան դաշինքը չի միանա, չի միան։ Ես վստահ եմ, քվյարկությունը կլինի, կտենակ որ չեն քվյարկի։ Կգային պահը, որ 20 падգամավորը մենք ունենանք, իմ կարծիքով իմ արդեն շատ մոտ ենք։ Իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ, մենք շատ մոտ ենք, արդեն այդ 20 падգամավորը կարող արդեն կան։ Այսինքն Սերժ Սարգսյանի ջեբը դրած են, կարող արդեն։ Բայց կտենակ Հայաստան դաշինքը չի քվյարկի։ Ես նայում եմ վստահությունը ինչու՞մ է գալիս, Սևան ջան, ես հələ վաղուց եմ խոսացել, երևի մի ամիս առաջ եմ ասել սրա մասին, մի քանի տեղ հարցազրույցում, կարող է ձեր մոտ էլ եմ ասել, չեմ հիշում։ Հայելում եմ ասել, լայվ նյուզում եմ ասել։ Ես ասում եմ չի կարա Սերժ Սարգսյանը, որ ասում են դե իմպիչմենտը բան չեղավ, ասում եմ ով ասում չեղավ։ Բա որ իմպիչմենտը առաջընթաց ունի Դավիթ Համբարձումյանի խեն նստացնում։ Հələ Դավիթ Համբարձումյանով չեն բավարարում, մի հատ էլ աղբոն են, գորին են նստացնում, գորի կյանքին էլ մերնեմ ազատություն։ Համ Դավիթ Համբարձումյանին տնային կալանքն էլա կալանք։ Համ էլ գորին, աղբորը, որ կարգին տղա է, կարգին նամուսով, թասիբով տղա է, իրան էլ ազատություն։ Բա որ առաջընթաց չկա, խեն բռնում իրանց։ Հենց բռնում են, որտեվ առաջընթաց կա, որտեվ իմպիչմենտից սարսափում են, սարսափում։ Այսօրվա իշխանությունները ու ցավոք սրտի նաև մեր ընդդիմությունն էլ է սարսափում այդ իմպիչմենտից, որտեվ այդ իմպիչմենտով Դավիթ Համբարձումյանն է գալու, այսինքն Սերժ Սարգսյանն է վերադառնալու, էլի հասկանում եք, այսինքն Ես ինչ ասում, ասի չի կարա Սերժ Սարգսյանը մտնի մի տեղ, այդ հազոր մարդը, ու թե առաջընթաց չլինի, չի կարա տենց բանը լինի։ Նայեք Սերժ Սարգսյանի սաղ կյանքը, նայեք Սերժ Սարգսյանի մակարդակի աշխարհում ցանկացած գործիչ, որտեղ որ մտել են առաջընթաց չի կարա չլինի։ Ու ես ասում եմ, ես վստահ եմ իմ առաջընթացը կա, դա մեր համար տեսանելի չի։ Ոչ չպետք է հելեն հայտարարեն, գիտեք ինչ արդեն 10 падգամավոր անցել են մեր կողմը, կապեց, ու դա չպետք է հայտարարեն։ Բայց վստահ եմ, որ կա։ Ես սա ասել եմ երևի մի ամիս առաջ էլ։ Հիմա նայեք, ասեք Սևան ջան, իրանք ինչի համար իրանց տեխնացիով հանդես չեկան, որովհետև ինչ որտեղ ճիշտ արեցին, որտեղ որ տեխնացու դնեին, իրանք պարտվելու էին։ Այս վիճակում հաղթանակ ավարտ կարա ապահովի մեր համար մենակ Սերժ Սարգսյանը։ Իմպիչմենտի process-ը, թե ընտրությունները հիմա, ընտրություններով էլ կարանք հաղթենք։ Եթե գան այս սաղնդիմադիր դաշտը գա Սերժ Սարգսյանի մոտ, ասի կազմակերպի։ Դու ասա, այն մեր ցուցակներից սկսած, ցուցակների անդամներից սկսած, ասա ով դիլի ցուցակում։ Հալալ ախպերը սա դնեմ թե չդնեմ, պարոն նախագահ։ Սերժ Սարգսյանը կասի չէ մի դի, որտեվ ախպերդ կարա քեզ դակի կամ դիր այո, լավ մարդ է, օրինակ, այս ցուցակներից սկսած դիգան Սերժ Սարգսյանի հետ համաձայնացնեն, ու սաղ process-ը, ու կտենակ որ ընտրություններով բնականաբար կեղծի ընտրությունը Նիկոլը հետընտրական process-երով մենք կհեռացնենք կամ միգուցե արդեն նախընտրական process-ով կհեռացնենք։ Էլ չեմ ասում որ impeachment-ով կհեռացնենք։ Ասկե թե այսօրվա անդիմությունը գա հավաքվի Սերժ Սարգսյանի շուրջ, Սևան ջան, Սերժ Սարգսյանը այն մարդը որ սենց հարցերի մեջի գել է կհեռացնի ով է Նիկոլը, կհաղթի այդ գերհզոր ուժերին, այդ գերհզոր ուժերին կհաղթի Սերժ Սարգսյանը, որ կանգնած են այսօրվա իշխանությունների թիկունքին։ Իսկ Հայաստան դաշինքը չէր կարա, իրանք մի դնեին, դրա համար իրանք չարին։ Իրանք դնելու էին ու պարտվեին, դրա համար չարին, բայց ասենք իրանք էլ են հասկանում, որ Սերժը կարա ճամփի սրան, ու դրանից իրանք վախում են։ Ցավով եմ արձանագրում, իրոք ցավով։ Վախում են, որտեվ Սերժը որ ճամփի, Սերժն է, չէ՞ գալու իշխանության։ Ասենք Դավիթ Համբարձումյանը որ գա իշխանության պարչի որ Սերժ Սարգսյանն է։ Համի ես որ գամ իշխանության այդ Սերժ Սարգսյանը չի։ Ասենք իմ համար Սերժ Սարգսյանը գիտեք ով է։ Բայց Սերժ Սարգսյանի աշակերտներից ով էլ կա արդեն ինքն է գալի։ Դրա համար իրանք վախում են։ Ասում են հազիվ ճամփել ենք Սերժին համատեղ ուժերով 18 թվին։ Հիմա նորից հետ գայինք իշխանության, չէ, ուրեմն թողնա Նիկոլը։ Նորից եմ ասում ցավով եմ արձանագրում, բայց սա է իրականությունը։ 21 թվին էլ մենք կարայինք ճամփեինք Նիկոլին։ Եթե ընդդիմադիր դաշտը կար հավաքվեր Սերժ Սարգսյանի շուրջ, Ռոբերտ Քոչյանն էլ կլներ վարչապետ այդ ժամանակ։ Ես ասեմ, եթե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչյանի սաղ
Հələ այն Ղարաբաղից նայեք, ուսումնասիրեք իր կյանքը։ Սա հաղթանակների մեջ Սերժ Սարգսյանը ունեցել է առանցքային դերակատարություն, առանցքային։ Ես ինչ եմ ասում 21 թվի ընտրություններից առաջ։ Ինչ եմ ասում մեր ընկերներին։ Ասում եմ, եթե ուզում եք, որ Ռոբերտ Քոչյանը հաղթի, բեսպիծի վարչապետ է։ Ուրեմն պետք է միանա Սերժ Սարգսյանին։ Իրան միած Սերժա պետք ամենավերջում։ Որտեւ իր սա հաղթանակների մեջ Սերժն է, Սերժ Սարգսյանն է եղել առանցքային դերակատարը։ Այսա կասեմ, ցավոտ եմ, ու նույնն էլ այսօր եմ ասում։ Իմպիչմենտը կհաջողի, եթե այսօրվա անդիմությունը անկեղծ գան միանան իմպիչմենտին ու Սերժ Սարգսյանը ղեկավար այդ process-ը։ Ընտրությունները մենք կհաջողենք, կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ընտրությունների այդ սաղ process-ը նկատեմ նախընտրական ընտրություններ ու հետընտրական process-ով, որտեղ Նիկոլը կեղծելու է ընտրությունը։ Մենք կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, եթե բոլորը գան, բոլորը ընդդիմադի մեր ձևովը կոնկրետ այսօր գա, որ ամենաբարձր ռեյտինգ ունի։ Գա Սերժ Սարգսյանի մոտ ու ասի, այն ամենայն քարոզարշավից ասա ոնց անենք։ Խորհուրդում ես, այն ցուցակներից ասա ում դնենք ում չէ։ Սրան արժի դնել, թե չէ, նա արժի դնել, թե չէ։ Սերժ Սարգսյանը հատակ ծաղի ուղնուցուցը գիտի, հատ 30 տարի անվտանգության ղեկավարն եղել մեր պետության, անվտանգության ոլորտի չեմպիոն է։ Այդքան ռազմետկեք, ասենք ինչ ձև է ինքը տիրապետում այդ ամեն ինչին, ում ուղնուցուցը հոգեբանությունը ցանկացած մարդու կարա նույնիսկ իմանա ով ոնց է մտածում մտքի մեջ։ Բայց պատկասեք այդ մարդը, որ այդ ամեն ինչը կազմակերպի։ Ոնց ինչ հաղթանակ, ինչ ձևի հաղթանակ մենք ունենանք, չէ՞։ Մենակ անասունները, տուպոները չասեն, բայց տեսի թվին իշխանիցին, այսա գիտեմ, էլի որ լսեն այդ ընկերներու, այն անասունն ասեն, տեսի թվին իշխանիցին է, խի տվեց, այո, 18 թվին եթե Սերժ Սարգսյան հազոր Սերժը չներ, ձենման մի հատ անասունն էր երկրի ղեկին։ Հիմա Հայաստանն էլ գոյություն չէր ունենա, Ուկրաինայից վերանորը կընկնեինք։ Բայց այդ Սերժն էր, որ հələ մինչև այսօր Հայաստան կա, որ այդ իրան զոհաբերելով պետությունը փրկեց, Արցախն էլ փրկեց, այն 5000 տղուն էլ փրկեց։ 2.5 տարի որ այդ 5000 տղեն ապրեց, դից Սերժի շնորհքն է, թե չէ 18 թվին էին սաղ մեռնել ու սաղ ոչնչանալու։ Հասկացաք։ Ինչքան ես ասես տուպոյները մեկա չեն հասկանում։ Գիտեմ էլ ինձ ինչ են ասելու։ Մի անգամ բայց տեսի թվին ես դիետ իշխանիցինը որ տենց ուժեղ է։ 18 թվին Սերժ Սարգսյանը իրան զոհաբերելով խաչվելով պետությունը փրկեց։ Համ Հայաստանը, համ էլ Արցախը, համ էլ 5000 երեխու կյանքը։ Հասկացաք։ Որ այդ վաղտերետում բախման, այդ 5000-ի տեղը 50000 էին մեռնելու։ Այդ 5000 երեխեքն էլ 2.5 տարի ավել չէին ապրի։ Եթե այդ վաղտետար բախման։ Ուրեմն ձեր չափա Սերժը հասկանում, այդ տուպոյ անասուններ, շարքային անգրագետներ։